դուրս կգան դունդից եւ կսկսվի վախճանը եւ կզարմանան ապրողները երկրի երեսին տեսնելով որ գազանը կար եւ նա չկա եւ կհայտնվի Գիրք հայտնության Մեգիդա Եզրայելի հովիտ Իսրայել 5000 տարի պայքարում էի որ լսեն ինձ բայց քչերն էին լսում հիմա վերջապես ինձ կլսի ամեն ոք Ես կհագեցնեմ ծարավամոլորակի ճշմարտությամբ, որ հեղում է տապը դժողքի Աշխարհն իմ ձայնին կսպասի իմանալու համար արեգակը կծակի կամ կհոսեն գետերն արդյոք Ես եղել եմ այստեղ Երբ պատերն այստեղ ավերակներ չէին եւ հողը դեռ կարմիր չէր ներկվել հեղված արյամբ Ինչպես էին փտտում ծաղիկները Քո թշնամիների արյունից Ես այստեղ էի, երբ եգիպտացիներն աքսորի մատնեցին իսրայելցիներին դեռ 1000 տարի այն բանից առաջ, ինչ աշխարհ եկավ նազովրեցին Ոչինչ չի կարող համեմատվել գալիք ճակատամարտի հետ Եվ նա հավաքեց նրանց մի վայրում, որ եվրայերեն կոչվում էր Արմագեդոն Նա ով իշխում է Երուսաղեմին, օրերի վերջում Գիշի աշխարհին Ճիշտ է այդպես Երիտասարդ տեր Մենք այնքան երկար սպասեցինք Օրհնեք ինձ Ձեզ ծառայելու համար մեր արշավանքում Տվեք ինձ ուժ տանելու ձեր խոսքը աշխարհով մեկ Խավարում ապրողը գիշի աշխարհին Ես եմ տերը Այս է արյունն իմ, որ թափեցին թշնամիներս Խմեցեք և հաղթանակեք Այս է մարմինն իմ, որ մեղքով է ներծծված Կերեք և փառավորեք իմ թագավորությունը Վայ նրանց, որ ինձ դեմ կգնան Նրանք կընկնեն, ինչպես հասկերը մանգաղի տակ Բարկությունն իմ կտարածվի որպես սև ամպ աշխարհով մեկ տրտմագին Վայ նրանց, որ կկանգնեն ճանապարհին իմ ճշմարիտ Վայ Այն բանից հետո, ինչ ընկավ ահաբեկչական վերջին հենակետը այստեղ Երուսաղեմում, Սրբազան լեռան վրա շարունակում են տոնակատարությունները։ Այժմ մենք սպասում ենք Սթոուն Ալեքսանդրի երթմնակալությանը, որպես համաշխարհային միության կանցլեր։ Խոսքը քոնն է, Չակ։ Շնորհակալ եմ Դանա
Իր կառավարության ընթացքում Սոուն Ալեքսանդրը տարածիորեն փոխեց աշխարհի քարտեզը։ Իր հսկայական կարողությունների շնորհիվ նա ոչ միայն լուծեց սովի եւ երաշտի խնդիրները, խաղաղություն հաստատեց Մերձավոր Արևելքում, այլև հիմքեր դրեց համաշխարհային կառավարության ստեղծման համար։ Այս պահին պաշտոնավարման անցնելու կապակցությամբ կանցլերը պատրաստվում է արտասանել իր ճառը։ Բարեկամներ, դուք ինձ համար հիանալի տուն կառուցեցիք։ Իմ հոգին բերկրանքով է լցվում, տեսնելով այն, ինչ արդեն արված է։ Քանզի սրտում իմ ասացի, որ երկին կբարձրանամ, եւ այդպես եղավ։ Համաշխարհային միության քաղաքացիներ, դուք վկաները եղաք նոր աշխարհի սկզբին։ Մեկ արժույթ, մեկ լեզու եւ մեկ նպատակ։ Պայքարել, որպեսզի բոլոր մարդկանց կյանքը օրեցօր դառնա ավելի ու ավելի լավը։ Երկու հազար տարի։ Զգում ես, դու զգում ես, որ ավարտը մոտենում է։ Քո մատուցած զոհն անիմաստ էր, շուտով դու կխոնարհվես իմ առաջ, իսկ քո հայրը վերջապես կընդունի ինձ որպես մարդկության տիրակալ, որն արժանի է կիսել, ոչ, զբաղեցնել իր գահը։ Ուրախացիր երկինք և ապրողները երկնքում, վայ ապրողներին երկրի վրա և ծովերում, որովհետև ձեզ հայտնվեց չարը, ուժգին բարկությամբ, իմանալով, որ շատ ժամանակ չի մնում իրեն։ Եվ այսպես, հավերժական սպասումից հետո, Մոտենում է ավարտը։ այո, միթե չես հասկանում, հիմա նրանք հավատում են ինձ, այո, փորձիր նրանց, ուղարկիր նրանց ողբի ժամանակները, դատարկիր գավաթդ բարկության, ուղարկիր նրանց խոցեր ու պալարներ, ես կանչում եմ քեզ։ Բրավո, վատ չէ, բայց դու ավելին ես ընդունակ։ Դե, թափիր երկրի վրա գավաթդ բարկության։ Ես սպասում եմ։ Արդեն 11-րդ օրն է, ինչ երկնակարային չդադարող անձրևների հետևանքով հրդեհներ են բռնկվում ողջ երկրի տարածքով։ Մինչ ամբողջ աշխարհում մոլեգնում է վատ եղանակը, Բելգիայում աճում է ջրերեղների մակարդակը, իսկ հեղեղները Կենտրոնական Ամերիկայում սպառնում են վարակների տարածմամբ։ Երեկվա անկարգությունների արդյունքում զոհվել են 300 հոգի։ Սա հետևանք էր քաղաքացիական անհնազանդության, ինչը որպես կանոն հետևում է տարերային աղետներին։ Նրանք որոշել են, որ սա աշխարհի վերջն է և դուրս են թափվել փողոց։ Խնդրեմ, մենք չենք ուզում աշնորհակալ երևալ, բայց երբ կարկուտն ավերում է մայրաքաղաքի բուսականության 1/3-ը, լսում եմ ձեզ, ուրեմն մի բան արեք։ Դուք եկաք այստեղ, դուք իմ օգնությունն եք խնդրում։ Ես անկարող եմ օգնել ձեզ։ Մեգիդայի հովիտ, Մերձավոր Արևելքի հանրահայտ խաչմերուկը։ Իմ մարտիկներ,
Իմ խիզախ մարտիկներ, դուք արեցիք առաջին քայլը դեպի Երուսաղեմ, դեպի նոր աշխարհ։ Գեցե կայսր Ալեքսանդրը։ Գեցե կայսր Ալեքսանդրը։ Գեցե կայսր Ալեքսանդրը։ Ուրը հիմա քո Աստվածը։ Նա կհայտնվի։ Միթե այդ դեպքում ես տեղյակ կպահեմ քեզ, երբ նա ժամանի։ Դու ինչ է, լսել ես դիակների ձայնը, որ ավետում են նրա վերադարձը։ Հետաքրքիր է, ես էլ չեմ լսել, երևում է նա արժանի հակառակորդ է հանդիպել։ Քո բոլոր զենքերն ու զորքերը ոչինչ են Աստծո առաջ։ Դու երևում է այդպես էլ չես հասկացել։ Սա իմ ճակատամարտն է Աստծո հետ, մարդկային հոգիների համար։ Այս մարմինները ոչ թե իմ զորքերն են, այլ իմ հաղթանակները։ Հիմա տեսնում ես, վերջապես դու հասկացար, քո մեծագույն ստեղծագործությունները լքեցին քեզ, հիմա նրանք գալիս են իմ հետևից, ես հաղթեցի, ես դրախտ կդարձնեմ այս մոլորակը ինձ նմանների համար, իմ ընկածել շտակները դարձյալ կկանգնեն, դու լսել ես այդպիսի արտահայտություն, դժոխք երկրի վրա, այսօր առաջին օրն է նոր դարաշրջանի, վաղը շատ ավելի վատ կլինի։ Վաղը դու չես լինի։ Կրակ։ Ես հարցակման հրաման չեմ տվել, ինչ է կատարվում։ Ազատ Կամքստոուն, դու մոռացել էիր մարդկային բնույթի այդ առանձնահատկության մասին։ Շտաբ, սկսում ենք հակահարձակումը։ Անակնկալ, ուրեմն դու ինձ ճանաչում ես։ Դե ինչ, մտածիր մի փոքրել։ Սատանա, Լյուցիֆեր, Բերզեբուխ, պատմությունն ինձ գիտե տարբեր անուններով, իսկ այս անգամ ես կրում էի քո անունը։ Քո եղբայրը Սոսկ Պատյանն էր, որից ես օգտվեցի, խամաճիկ, որ ղեկավարվում էր ծնունդից մինչև մահը, իմ խաղալիքը։ Ցտեսություն։ Ես կանչում եմ խավարի ուժերին, ելեք
ելեք չարի զավակներ, ելեք և կործանեք նրանց, ով կկանգնի ձեր ճանապարհին, ելեք, ես եմ ձեր տիրակալը, հրամայում եմ ձեզ, ելեք։ Տեսնում ես, ժամանակը հետ է պտտվում, ոչ ոք ինձ չի կարող հաղթել։ Ես ամենազոր եմ, ես եմ Տերը։ Ոչ։ Դու
Խաբեցիր մեզ։ Մենք պարտվեցինք։ Մենք պարտվեցինք։ Ամեն ինչ ավարտված է։ Դու պարտված ես։ Ոչ! Նազովրեցի։ 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 Դու ես տերը։ David! Նազովրեցի! Ես պարտվեցի, ոչ! Աշխարհի թագավորությունները վերածվեցին մեր Տիրոջ եւ նրա խաչի թագավորության, եւ նա կթագավորի ուր եւ հավիտյան։ Գիրք այդմության։